Մարդիկ Հիսուսին են դառնում, մարդիկ Տիրոջ մեջ փրկություն են փնտրում, ու ակնկալում են, որ Տերը մեզ պետքա փրկի սովից, աղքատությունից, ցավերից, հիվանդություններից, թշնամիներից, գուցե մեր առօրյա խնդիրներից, խնդիրներից, մեզ անիծողներից, այս մարդկանցից կամ այս իրավիճակներից մեզ պետքա փրկի, չէ, մեզ պետքա փրկի մեղքերից, սա այն հարցն է, որի համար Հիսուս Քրիստոսն եկել է։ Եթե ես Քրիստոսի մեջ չեմ տեսնում, չեմ փափագում, շնորհակալություն չեմ հայտնում, այն համար ինչ որ ինքը արել է, խաչի վրա իմ մեղքերի համար, մնացածը սաղ անիմաստ է, հասկանում եք։ Եթե դուք հետևում եք Քրիստոսին, որպեսզի հաջողություն ունենաք, որպեսզի առողջ լինեք, որպեսզի ասեն, որ դուք սուրբ եք, արդար եք, սխալ Քրիստոսի հետևից եք գնում։ Քրիստոս դրա համար չէր եկել։ Այն Հիսուսը, որ Քրիստոսն է, եկել է որպեսզի իր ժողովրդին փրկի մեղքերից, որոնք որ մեր կյանքում են, դրա համար ասում Յահվեն պիտի փրկի, դրա համար եմ ասում, որ մարդը ինքը իր ուժերով, ինքը իր կարողություններով արդար չի կարող լինի։ Դրա համար Տերը Տիրոջ արդարությունը մեզ վերագրվեց։ Մենք որդեգրվեցինք, արդարացվեցինք, սրբացվեցինք ու Տիրոջ զավակ ենք կոչվում սրա համար։ Մենք լավը չենք, ես լավը չեմ։ Եթե լավը լինեի, այստեղ չէի լինի։ Որտեղ որից մեկը չկա, եթե լավն եմ ու անունով ասում լավն եմ, ուրեմն սուտասան եմ։ Ուրեմն չեմ հասկացել իրապես իմ ով լինելը, մինչև հիմա չեմ հասկացել ավետարանի իմաստը։ Գուցե ասեք, այս ամեն ինչը լսել ենք 1000 անգամ։ Ավետարանը սիրելներ, անապաշխար մարդկանց համար չի։ Ավետարանը եկեղեցու համար է, ինձ համար է, որպեսզի եւս մեկ անգամ հաստատվեմ, որ Հիսուս Քրիստոս եկավ եւ մահացավ իմ մեղքերի համար, որպեսզի ես կյանք ունենամ, որպեսզի ես փրկություն ունենամ։ Ու սա իմ մասին չէ, սա Հիսուս Քրիստոսի մասին է, եւ սա է մեր հավատքի հիմքը։ Այլ ուրիշ հիմքեր չունենք, որտեղ մնացած բոլոր հիմքերը քանդվելու են, անցնելու են գնա։ Հիսուսն է այն ժայռը, Հիսուս Քրիստոսն է այն ժայռը, որի վրա կառուցվում է մեր հավատքը, մեր կյանքը, մեր եկեղեցին։ Նա է կենտրոնը ամեն բանի։